Շնորհակալություն հարգելի գործընկերներ, մի անգամից ասեմ, որ Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը կողմ է քվեարկելու առաջարկվող նախագծին, ինչու կողմ, որովհետև մենք պետք չէ այստեղ դեմագոգիա անել, որ կարող է վաղը լինել, պատերազմը այսօր է, մենք չգիտենք 5 րոպե հետո սահմանին ինչ կլինի եւ չգիտենք, մենք ամեն օր կարող ենք սպասել լայնամասշտաբ պատերազմի եւ պետք է ընդհանրապես համազգային մի գաղափար, ազգը համախմբող մի իդեա մենք կարող ենք ունենալ, կարող ենք այդ իդեան, որը կարող է լինել այսօր պատերազմող մեր երկրի համար, այդ գաղափարը, այդ իդեան համազգային միասնության այդ կոդը, մեսիջը կարող է եւ պետք է լինել միայն բանակը։ Ուստի բոլոր նրանք, ովքեր փորձեցին տրանսֆորմացնել, ես կարծում եմ կամ միտումնավոր կամ չհասկանալով, որ քննադատություններ հնչում են այն պատճառով, որ մարդիկ չեն ուզում բանակին կամ զինվորին փող տալ, մեղմ ասած կամ տգետ են կամ սովորական մանիպուլատոր, խոսքը բացարձակապես դրան չի վերաբերել, կրկնում եմ, մենք քվեարկելու ենք կողմ, բայց մենք չենք կարող չխոսել վստահության գործակցի մասին, այստեղ հարցի արժեքը այն էր, որ այսօր որևէ նախաձեռնության հանդեպ չկա հանրային վստահություն, դա ողբերգություն է, խոսքը չի վերաբերում պարոն նախարար միայն այս նախաձեռնությանը, խոսքը վերաբերում է ցանկացած նախաձեռնություն, որը գալիս է պետական կառույցների կողմից, այդ նախաձեռնության հանդեպ չկա վստահություն։ Ես այս օրերին փորձում էի մտովի հասկանալ, եթե ասենք այդ հոգաբարձուների խորհուրդը կազմված լիներ ինչ-որ անվանի մտավորականներից, ինչ-որ հանրային վստահություն ունեցող մարդկանցից եւ ինձ համար ցավոք սրտի պարզեցի մի դառը ճշմարտություն, չվարկաբեկված մտավորական էլ գրեթե չեք թողել։ Բոլորին գնել են, չգիտեմ, վարկաբեկել են, սարքել են պալատական գրչակ, որ մտածենք, որ եթե այս մարդը լիներ այդ հոգաբարձուների խորհրդում, անվերապահորեն կարող էինք ասել, որ վստահության գործակիցը բարձր է, ինչևէ, մենք միանշանակ աջակցելու ենք նախագծին, բայց որևէ մեկը իրավունք չունի մեր բերանը փակելու եւ ասելու, որ դուք իրավունք չունեք խոսելու բանակում արկա եւ ընդհանրապես կոռուպցիոն երևույթների եւ թալանի մասին։ Պարոն Նահապետյանն ասում է, օրինակներով խոսենք, օրինակներով գրվել է Գոմեշի մսի էպոպեյան 1։ Ուրեմն գնացեք Վահագնի թաղամաս, տեսեք թե ձեր գեներալիտետի եւ պաշտպանական ոլորտի վերևից ներքև սկսած բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը $1 մասին չէ, ես անշարժ գույքի մասնագետ չեմ, բայց վիզուալ նաև տեսքից կարող ենք ասել, որ այստեղ խոսքը $1 մասին չէ, դղյակների։ Հիմա հարց ենք տալիս, որտեղից ուսումնասիրում ես իրենց հայտարարագրերը, որևէ տեղ միլիոնավոր դոլարների աղբյուրներ նշված չեն։ Բոլորը կամ տոկոսով փող են տալի, կամ փոխառություն են ստացել, կամ իրանց մամաներից, պապաներից նվիրատվություն է։ Մամաների կենսագրությունն է ուսումնասիրում, պապաներինն էլ հետը, որևէ մեկը միլիարդատեր չէ։ Այնպես որ մի ասեք, որ փաստեր են։ Նույն հայկական ժամանակը փաստեր ներկայացրեց բանակին մատակարարվող հացի, ուրեմն ուռճացված գների մասին, երբ որ պետք է լինում, մեր պատկան կառույցները անմիջապես մամուլի հրապարակումը ընդունում են հիմք եւ գործ են հարուցում եւ սկսում են հետաքննել։ Այս դեպքում մեզ ասվում է չխոսեք այդ ոլորտի մասին, դա այս նախագծի հետ կապ չունի, բայց եկեք խոսենք ազգային իդեայի, ազգային գաղափարի մասին։ Ոչ, երկուսի մասին էլ պետք է խոսվի։ Այո, ազգային турք պիտի լինի պատերազմող երկրի համար։ Դա մեզանից յուրաքանչյուրի բարոյական պարտքը պիտի լինի հայ զինվորի առջև, բայց նաև մեզանից յուրաքանչյուրի բարոյական պարտքը պիտի լինի խոսել թալանի, խոսել թալանչիների, խոսել $500,000 ջիպերով շրջագայող գեներալների մասին, ովքեր մեծ բաներից են խոսում, բայց իրենք ունեն աստղաբաշխական ունեցվածքներ։ Եթե կրկնում եմ, այդ պաշտոնանք արվածներից կամ այս պահին դեռ պաշտոնանք չարված բանակի կամ պաշտպանության ոլորտի պատասխանատուներից գոնե մեկը պատասխանատվության ենթարկվեր իր չարաշահումների համար, վստահեցնում եմ ձեզ, որ հանրային վստահությունը այս նախաձեռնության վերաբերյալ երբևէ մեկ տող անգամ սոցիալական ցանցերում դուք վատ բան չէիք լսի եւ մենք չէինք լսի, որը մեզանից յուրաքանչյուրին ցավ է պատճառում։ Գիտեք, այն հայտնի անեկդոտ կա,
այդ որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչը ով գողացավ, նայում ես ձեր ապրելակերպին, ձեր ունեցվածքին, Ռոքֆելլերը գլուխը պատնատվել մեր բանակի գեներալիտետի եւ ուրեմն սպայական որոշ ուրեմն այսպես հա արտոնյալ անձնակազմի համեմատ, որտեղից են ունեցվածքը։ Դուք ուզում եք ինձ համոզել, որ այդ բոլոր այդ հարստացումը օրինական է, ես չեմ հավատում, պարոն Նահապետյան, ես իրավունք ունեմ չհավատալու, որ մեր սակավ ռեսուրսներ ունեցող երկրում հնարավոր են այդքան հարուստ օլիգարխ գեներալներ, այդպես չի լինում։ Մյուս հարցը, ես հարց տվեցի, ինձ հետաքրքրում էր եւ պարոն նախարար ակնկալում եմ, որ եզրափակիչ ելույթում, եթե ճշտել եք կանդրադառնաք, ինչ եղավ Մարտիկ հիմնադրամի էպոպեան, որտեղ են Մարտիկ հիմնադրամի գումարները, ինչ նպատակների համար են դրանք ծախսվել, եթե ծախսվել են, եւ նաեւ Լեհաստան արտահանված չգիտես որտեղից զինվորի անվճար պայոկը։ Մի քիչ ինձ արժանահավատ չի, որ դա ինչ-որ նմուշ էր բոլոր երկրներից արտահանված, այդ դեպքում մենք ապրիլյան պատերազմի ժամանակ եղանք նաև Թալինի գյուղերում։ Այնտեղ էլ ասեմ, որ գյուղերում վաճառվում էր այդ վաճառքի ոչ ենթակա զինվորի համար նախատեսված սնունդը 6000 դրամով, ասեմ ձեզ, գյուղացիները Թալինի շրջանի գյուղերում գնում էին 6000 դրամով, այդտեղ ձեթեր կարծեմ, օճառեր եւ այսպես փոքր տուփեր էր, դա ես չեմ կարծում, որ դա էլ Լեհաստանի նման նմուշի համար բերել էին Թալինի գյուղեր, այսինքն մենք եկեք հստակ տարանջատենք նախագիծը, որը այո ճիշտ է, պիտի լիներ, պիտի շուտ լիներ եւ կրկնում եմ պատերազմող երկրի համար մենք պիտի ունենանք մեր բարոյական պարտքը յուրաքանչյուր զինվորի հանդեպ, բայց նաեւ որևէ մեկը իրավունք չունի լրացնելու մեզ եւ ասելու դուք իրավունք չունեք խոսելու թալանչիների մասին, իրանք պիտի թալանեն 100,000 դրամ ստացողը իր գումարը պիտի տա, այդպես չի լինում, պիտի լինի հավասարություն, պիտի լինի արդարություն եւ միայն արդարության դեպքում է հնարավոր վերականգնել հավատը, սա է խնդիրը։ Նորից կրկնեմ, Բարգավաճ Հայաստանը այս նախաձեռնությանը քվեարկելու է կողմ, բայց նաև պաշտպանում ենք այստեղ իմ գործընկերոջ կողմից հնչած նախաձեռնությունը, ես չգիտեմ խորհրդարանական ֆորմատը թալանչիների եկամուտների աղբյուրը հայտնաբերելու ինչ կտա թե չէ, բայց որ մենք իրավունք չունենք մեզ թույլ տալու շռալություն ունենալու եւ շարունակելու ունենալ գանձագողեր, պետական բյուջեն թալանողներ, դա այդպես է, եթե պատերազմի մեջ ենք, եթե պատերազմող երկիր ենք, մեր պարտքը կատարենք զինվորի հանդեպ, բայց նաև հստակ պատասխանատվության ենթարկենք գողին եւ թալանչուն։ Այդ դեպքում միայն կլինի արդարություն եւ արդարության դեպքում միայն կլինի վստահություն։ Շնորհակալություն։ Տիգրան Ուրիխանյան, համեցեք։